Բարի լույս։ Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսել առավոտը Շանթում։ Այսօր ամսի 22-ն է։ 21-ն է։ 21-ը, օրը չես ընկնում։ Դա նշանակում է, որ գարունը լիարժեք արդեն կարող ենք համարել բացված, քանի որ ինչպես էլ ասում են օդերթաբանները, որ ցրտերն են մոտենում մի քանի օր, բայց ընդամենը մի քանի օրվա պատմություն է, քանի որ ամբողջ շաբաթը պիտի շարունակենք արևային եղանակով։ Բայց ամեն դեպքում օրը ուրբաթ է, առջևում հանգստյան օրերն են եւ մենք կարող ենք լիարժեք հանգստանալ։ Իդեպ, ինչպես գիտեք, 3 գարնանային գիշերահավասարի օրներ, այսինքն այսօրվանից սկսել է օրերն ավելի երկարել եւ գիշերը կարճանալ։ Ու ինչպես նաեւ գիտեք, 3 կայացավ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը, ցավոք սրտի Հայաստանի հավաքականը նորից պատվեց 3-0 հաշվով, այո։ Եվ մենք հայերս այսպես դժբախտ երեկոյան ժամի գնացինք տուն, հավանաբար երեկոյան ժամին բավականին խցանումներ կլիներ։ Այո։ Իսկ ովքեր որ չէին գնացել դիտելու, մարզադաշտում վստահ եմ, որ տանը շատ անտրամադիր իրավիճակում գնացին քնելու, բայց ինչևից է հուսանք, որ երջանիկ օրերը դեռ առջևում են։ Իդեպ երջանկության մասին, 3 երջանկության միջազգային օրներ, մենք դրա մասին խոսեցինք նաև մեր եթերում, ու ասենք, որ արդեն պարզ է այս տարվա երջանիկ երկրների ցուցակը ըստ հերթականության, ու Հայաստանը որ տեղում էր նել։ Հայաստանը որ տեղում էր հիմա կպարզենք, բայց ինձ շատ ուրախացեց այն փաստը, որ Հայաստանը համարվում է երջանիկ երկրների ցանկում եւ ավելի երջանիկ են բնակչությունը, քան օրինակ մեր հարևան երկրում Ադրբեջանում։ Ինչը կարծում եմ, որ այդքան էլ այսպես չզարմացրեց, ինչևից է մենք ունենք ազատություն, իսկ չէ որ գիտենք, որ երջանկությունը նաեւ ազատության մեջ է։ Եվ այսպես կարող ենք կարդալ ցուցակը, որքան էլ անհավանական թվա, բայց պարզվում է մարդիկ Հայաստանում ավելի երջանիկ են, ինչպես նշեցինք, քան Ադրբեջանում։ Ֆինլանդիան 8-րդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաերջանիկ երկրների վարկանիշային ցուցակը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև Դանիան եւ Իսլանդիան։ Լավագույն տասնյակում են հաջորդաբար Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա-Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը եւ Մեքսիկան։ Գերտերություններից ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը 66-րդ տեղում, Չինաստանը 68-րդ տեղում։ Ու մեր տարածաշրջանում Հայաստանը 87-րդ տեղում է, հարևան Վրաստանը 91-րդ տեղում, Թուրքիան 94-րդ տեղում, Իրանը 99-րդ տեղում։ Տարածաշրջանի ամենադժբախտները Ադրբեջանում են ապրում փաստորեն։ Այս երկիրը ցանկում 106-րդ տեղում է։ Իդեպ 147 երկրների մեջ վերջին տեղում Աղվանստանն է։ Աղվանստանը անդադ պատերազմների մեջ է, պարզ է, որ այն պիտի լիներ ամենադժբախտներից։ Այսպիսի երջանկության հետ կապված նորություններ, իսկ էլ ավելի երջանիկ լինելու համար Հասմիկ մեզ ինչ է պակասում։ Միանշանակ երաժշտություն։ Գնանք լսենք երաժշտություն եւ վերադառնանք։ Նարեի տեսահոլովակի վերջին հատվածում ձյուն էր, ու ես հիշեցի, որ թե Երևանում, թե մարզերում սպասվում են առատ տեղումներ։ Եթե հանգստյան օրերին որոշել եք քաղաքից դուրս գնալ, ապա սա նկատի ունեցեք։ Մարտի 21-ին, 22-ին շրջաների զգալի մասում, 23-ին առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով։ Մարտի 24-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ես առաջարկում եմ միասին դիտենք եղանակի տեսությունը, որպեսզի հասկանանք, թե որտեղ ինչ եղանակ է սպասվում ավելի մանրամասն։
Նման եղանակային պայմանները ստիպում են, որ նորից խոսենք բաց ու փակ ճանապարհների մասին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերդ ամրոց ստանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի եւ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նիգավան Տիլքար ավտոճանապարհը դժվար անցանելի է բեռնատարների համար։ Լոռու մարզում Աշոտսկի եւ Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սա էլ մեր ճանապարհների մասին։ Իդեպ այսօր միանգամից նշվում է 4 համաշխարհային օր։ Նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, Պոեզիայի համաշխարհային օրը, ռասայական խտրականության վերացման օրը եւ տիկնիկային թատրոնի օրը։ Գիտեք, որ Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ կրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակը, Ինչը կոչվում է տրիսոմիա։ Այո, ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-ից 5000 երեխա։ Այս երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին ունակ են սովորելու եւ շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, զուգընկերներ եւ վարել լիարժեք ու անկախ կյանք։ Պոեզիայի օրը նշվում է 1999 թվականից, նշելով պոեզիայի համաշխարհային օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև մեր ուշադրությանն է հրավիրում մարդու մեջ ստեղծագործական ունակություններն արթնացնելու պոետական խոսքի զարմանալի հնարավորության վրա։ Եվ չմոռանանք տիկնիկային թատրոնի օրվա մասին։ Ամբողջ աշխարհի տիկնիկների տոնը սկսվել են նշել 2003 թվականի մարտի 21-ից։ Այդ ժամանակից ի վեր տիկնիկային թատրոնի բոլոր մասնագետները եւ երկրպագուները տոնում են տիկնիկային թատրոնի միջազգային օրը։ Առաջարկում եմ շնորհավորել տիկնիկային թատրոնի հայ դերասաններին, ռեժիսորներին եւ տիկնիկագործներին։ Ու անցնենք հրաշագործ գրքերին։ Կիլիկյան արքայական ձեռագրերի խմբում Եզակի Գոհար է, Մատենադարանի թիվ 9422 ավետարանը, որի ավետման մանրանկարը հայ ձեռագրական արվեստի բացառիկ նմուշներից է։ Տիրամոր կերպարի գլխի դիրքը, հայացքը, ձեռքի շարժումը շքեղ հմայք են հաղորդում մանրանկարին։ Յուրօրինակ բուսական մշակման զարդերով շրջանակի մեջ ամփոփված այս նկարազարդման ճարտարապետական նուրբ տարրերը կերպարների գունեղ քարերից հյուսված լուսապսակները վկայում են անանուն մանրանկարչի ստեղծագործական օժտվածության ու ընտիր ճաշակի մասին։ Այս ձեզ համար կբացահայտենք Մատենադարանում պահվող եւս մեկ հրաշագործ գրքի մասին։ Առաջարկում եմ միասին դիտենք տեսանյութն ու վերադառնանք։ Իմացանք նաև գեղեցիկ ստեղծագործության նկարի մասին, իսկ հիմա առաջարկում եմ միասին դիտենք գովազդ։ Մենք վերադարձանք եւ ինչպես արդեն նշել էինք ի սկզբանե ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Կկայանա հայկական համադպրոցական 5-րդ գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։ Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը գիտական ղեկավարի աջակցությամբ ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը։ Դե ինչ մեր տաղավարում արդեն մեր հյուրերն են, Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գոռ Մարգարյանը եւ Մոնիկա Միրզախանյանը եւ Սարգիս Նահապետյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Ասենք ձեզնից, սա 5-րդն է արդեն թվով, որպես փառատոն, եւ ինչպիսի էր նախորդները ու ինչպիսին էր այս տարվանը։ Այս տարի ավելի զարգացած էին եւ ավելի զարմացրել են ձեզ գուցե երեխաները։ Պատմեք նախորդների եւ այս տարվա փորձի մասին։ Շատ լավ, տեսեք, եթե սկսենք թվային տվյալների վերլուծության, աճը, էվոլյուցիան աշխատանքների տեսնելու տեսանկյունից, ապա ամեն ինչ առավել քան ակնհայտ է, քանի որ տարեստարի թվային տվյալները, ներկայացված հայտերը, ներգրավված դպրոցականները, խմբերը իրենց ներկայացրած հայտերով թվային աճ եւ որակական փոփոխությամբ հայտերի աճը առնվազն նկատելի է եւ սա
խոսում է եւ դպրոցականների շրջանում հետաքրքրության մասին եւ խոսում է անընդհատ կատարելագործող աշխատանքների մասին։ Այո, այս տարի արդեն 5-րդն է անցկացվելու, վերջնական փուլը մարտի 29-ին տեղի կունենա արդեն Գիտությունների ազգային ակադեմիայում եւ այստեղ ասերիք շատ կա հետաքրքրությունների եւ կատարված աշխատանքների ներկայացված հայտերի վերաբերյալ կարծում եմ դեռ հասցնելու ենք խոսել, քանի որ բավական մեծ ասելիք կա եւ դպրոցականների ներգրավվածության եւ թեմաների հետաքրքրականության տեսանկյունից այս տարի այո արդեն հաջորդ 5-րդ փուլն է եւ հուսանք վերջին այս հայտերը մեզ նորից ինչպես եւ անցյալ տարի 24 թվականի փառատոնի ժամանակ կտպավորեն, չեմ էլ կասկածում որ կտպավորեն, որովհետեւ հատկապես անցյալ տարվա փառատոնին ներկայացված հայտերը աչքի ընկան իրենց փայլուն կատարողականությամբ, միջգիտակարգային մոտեցումներով, դպրոցականների ոչ դպրոցականին հատուկ գիտության ու կրթության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությամբ եւ կատարման բարձր որակով։ Դրա մասին կարծում եմ նաեւ ավելի մանրամասն դեռ կհասցնենք խոսել։ Երբ ասում են գիտական փառատոն, հա, նախ եկեք խոսենք թե գիտության որ ճյուղերն են ներգրաված եւ ինչպես են ընտրվում աշակերտները, հետո դառնում խումբ, ունենում առաջնորդ։ Շատ լավ, այստեղ տեսեք, կարևոր օղակ է, կարևոր հանգամանք է փառատոնի ընթացքում, որ դպրոցականները աշխատում են իրենց ուսուցիչների հետ, նախաձեռնող ուսուցիչների հետ, հայտի ներկայացման տեսանկյունից փառատոնը բաց է բոլոր ոլորտների եւ բոլոր թեմաների վերաբերյալ ներկայացվող հայտերի տեսանկյունից մի կարևոր այստեղ դիտարկում եւ հանգամանք կա ներկայացված հայտերի մեծ մասը, չասեմ ճնշող մեծամասնությունը, բայց մեծ մասը բնական գիտություններին էր վերաբերում, ես որպես հասարակական գիտությունների ներկայացուցիչ սացավով պիտի ասեմ, անցյալ տարի հիմնականում թեմաները վերաբերում են բնական գիտություններին եւ հասարակական գիտությունները բանասիրության, պատմության վերաբերյալ թվով բավական քիչ էին ներկայացված, ինչը խոսում է այն մասին, որ այստեղ անելիք ունենք եւ անելիք ունեն նաև դպրոցները, ուսուցիչները, խմբերը ձևավորվել էին եւ խմբերի աշխատանքների մեջ նկատվում էր տարբեր մոտեցումներ, խմբեր կային անցյալ տարվա փորձով եթե ասելու լինեմ, խմբեր կային, որ առավել քան ակնհայտ էր, որ ուսուցիչը փաստացի կատարել էր այն դերը, որը ի սկզբանե տրամաբանությամբ նախատեսում էր, ուղղորդել էր եւ թույլ էր տվել, որ դպրոցականները, աշակերտները իրենք կառուցեն իրենց հետազոտությունը, իրենք զգան գիտության գրավչությունը եւ իրենք կարողանան հասցնել իրենց հետազոտական աշխատանքը վերջնարդյունքի։ Դա ամենակարևոր դրվագն է, ոչ թե ոչ այն որպեսզի չստացվի այնպես, որ ուսուցչի ուղղորդման աշխատանքները ներկայացնեն աշխատանքի հիմնական մասը, այլ ուսուցիչը ուղղակի ուղղորդի եւ աշխատանքը ամբողջությամբ չանի։ Այստեղ շատ կարևոր հանգամանք էր, որ առավել քան տեսանելի էր աշակերտների այսպես բոցավառված, հետաքրքրված ներգրավվածությունը իրենց կատարած աշխատանքին, ոչ թե աշխատանք, որ ուղղակի այսպես նշանի համար են կատարել, ոչ թե աշխատանք, որ ուղղակի ուսուցչի մտահղացումն է, այլ աշխատանք, որում հենց իրենք էին հետաքրքրված։ Կարծում եմ հենց հիմա իրենց կարելի է իմանալ հետաքրքրող թեմաներ կային այդտեղ։ Տեսնենք թե որոնք էին այդ հետաքրքրող թեմաները, այստեղ են Մոնիկան եւ Սարգիսը, հիմա կզրուցենք նրանց հետ, ինչպես որոշեցիք մասնակցել փառատոնին եւ ինչ թեմայով եք դուք ներկայացել։ Մեր թեման խիտոզան, ապագայի պոլիմեր, էլի բնագիտական առարկաների շարքում, հենց քիմիա առարկայի շրջանակներում, իրականում մենք արդեն երկրորդ տարին էր, որ մասնակցում էինք, առաջին տարին այդքան էլ փորձ չունեինք, սակայն ինչպես ասում են, ռիսկը արդեն գործի կեսն է, ու երկրորդ տարի էլ ավելի հմուտ էինք, ու կարծում եմ ավելի լավ ստացվեց։
Դուք ինչ կասեք։ Այդ գիտության փառատոնի թեման մեզ համար շատ հետաքրքիր էր, որովհետև դա նոր բան էր մեր դպրոցական կյանքում ու երբ մեզ առաջարկեցին մասնակցել, մենք մեծ ուրախությամբ համաձայնեցինք։ Առաջին տարին ներկայացրեցինք էլի բնագիտական թեմայով, էլի քիմիայով, բերեցինք տեղ, բայց առաջին տեղը չէր։ Իսկ երկրորդ տարի արդեն մենք ավելի մեծ փորձ, ավելի լուրջ հետազոտություն կատարեցինք ու ունեցանք մեծ հաջողություն։ Իսկ ինչ հետազոտությունների մասին է խոսքը, ինչ հետազոտություն եք այս անգամ կատարել։ Փորձում էինք գտնել փոխարինող սինթետիկ պոլիմերներին փոխարինելու համար, որպեսզի ել ավելի արագ քայքայվեն ու չախտոտեն բնությունը։ Իսկ այսքան մեծ հետազոտություններ եք իրականացնում, արդյոք սա ձեզ համար նաև չի դառնում ինչ-որ բիզնեսի ստարտափի նոր միտք։ Կոնկրետ մեր ծրագիրը ստարտափի միտք դառնալու համար դեռ շատ հում է կարելի ասել, որովհետև ներկայիս տեխնոլոգիաներով այդ թաղանթի ստանալը շատ մեծ ինքնարժեք ունենա եւ որպես ստարտափ դա դժվար կլինի իրագործելը։ Դուք համադասարանցիներ եք, իսկ ով է ձեզ ուղղորդեցիներ։ Մեզ ուղղորդել է մեր քիմիայուսուցիչները։ Փաստորեն ուսուցիչների ներգրավվածությունն իսկապես մեծ է, ամեն դեպքում ինչքան էլ որ հետաքրքրությունը աշակերտներինն է։ Այ ինչպես եք ուսուցիչներին ուղղորդում, որպեսզի հետաքրքրվեն նմանատիպ փառատոններում։ Եվ դառնան առաջնորդներ։ Շատ լավ, տեսեք, նախ, ինչպես արդեն նկատեցիք մեր երիտասարդ գործընկերների խոսքից, փառատոնին հնարավոր է մասնակցել ոչ մեկ անգամ եւ փառատոնը թույլ է տալիս աստիճանաբար եւ հաջորդ տարի կատարելագործելով եւ ավելի նոր դպրոցներ, ուսուցիչներ, աշակերտներ ներգրավելու տեսանկյունից փառատոնի վերաբերյալ փառատոնի եւ գիտության, կրթության ամենակարևոր բաղադրիչը, կարևոր բաղադրիչներից մեկը կայանում է նրանում 21-րդ դարում, որ կարիք կա գիտահանրայնացման եւ այսօր լավ է, որ այս գիտակցումը կա եւ կատարվող աշխատանքները եւ փառատոնին վերաբերող միջոցառումները եւ փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը տարբեր խողովակներով սկսած սոցցանցային հրապարակումներից կամ կայքեջերում տեղադրված նյութերից ընդཐུպ մինչեւ մենք ես ինքս որպես գործող դասախոս իմ ուսանողներին տարբեր համալսարանների, որոնք արդեն դասավանդում են Երևանի կամ մարզերի դպրոցներում, բազմիցս կոչ եմ արել, խրախուսել եմ, որ անպայմանորեն այս տարի, հաջորդ տարիներին իրենց թիմերով մասնակցեն, ներգրավեն, թույլ տան, ուղղորդեն դպրոցականներին եւս գալու կրթության եւ գիտության գրավչությունը։ Դիտարկում էլ ձեր հարցի հետ կապված ստարտափների հետ, ստարտափների վերաբերյալ անցյալ տարվա ներկայացված թեմաների կեսից ավելին պարունակում է ստարտափային գաղափարը, հատկապես շրջակա միջավայրին շրջակա միջավայրի թափոնների վերամշակման, շրջակա միջավայրը չվնասելու։ Հասկանում եք, այստեղ շատ հետաքրքիր մի դրվագ կար, երբ մենք գործ ունեինք առաջին հայացքից դպրոցականների, աշակերտների հետ, թվում էր թե այդպես, հա, իրականում մենք պիտի գիտակցենք, որ գործ ունենք արդեն երիտասարդ հետազոտողների, հայրենիքի եւ հասարակության քաղաքացիների, որոնք իրենց երկրի, իրենց հայրենիքի մասին մտածում են, ոչ միայն դա ստարտափի վերածելու, առաջնահերթ դա մտածում են շրջակա միջավայրին չվնասելու, չախտոտելու, ընդཐུպ տերևներից թուղթ ստանալու ծրագրեր էին ներկայացված եւ ներկայացված էր նաեւ չեմ ասի թե կատարյալ ձևով, չեմ ասի թե հենց միանգամից հաջորդ օրը կարելի էր դա վերածել ստարտափի, բայց գաղափարը արդեն իսկ կեսից ավելի ծրագրերի մեջ ներկայացված։ Ինչն ամենաթանկն է գնահատվում գաղափարը։ Մենք գիտենք, որ կան շատ ու շատ ստարտափներ, որոնք ընդհանրապես գաղափար են բացահայտում, այսինքն դա իրագործումը չի։ Այնպես որ սա կարող է դառնալ շատ ու շատ ստարտափների սկիզբ։ Լավ, 5 տարուց ավել տարեկան գրեթե 94 պրոյեկտի նոր բացահայտում, արդյոք իրենք այսպես բացահայտված պրոյեկտը, որը կհամարեք այսքան տարիների մեջ, եւ արդյոք իրենք արդեն կարող են դառնալ մի լուրջ գաղափար, որը որ իրականում կարող է դառնալ հետո արդեն բնակչությանը շատ պիտանի մի պրոյեկտ։ Բնակչության համար պիտանի շատ պրոյեկտներ կարող են տվել ամենաստացվածներից մեկը այսքան տարիների։ Կամ մի քանիսը կարող եմ ասել, շատ հետաքրքիր էր սովորական դռան փականի եւ սմարթֆոնների կապի ստեղծումը, երբ ընդհանրապես սմարթֆոնի միջոցով աշակերտները կարողացել էին
մեխանիզմ ստեղծել, որ ուղղակիորեն սմարթֆոնի միջոցով հնարավոր է դռան, ավտոտնակի, պահարանի եւ այլ կողպեքները բացել ու փակել։ Դա ընդհանուր կիրառման մեջ կամ կիրառման դնելու բավական հետաքրքիր գաղափար էր։ Շատ հետաքրքիր գաղափար կար, որ վերաբերում էր հենց երիտասարդներին, հաշվի առնելով երիտասարդներին դրա հնարավոր վտանգների ռիսկայնությունը, խոսքը վերաբերում է երիտասարդների շրջանում էներգետիկ ըմպելիքների տարածվածությանը, այս թիմը եւս բավական հետաքրքիր աշխատանք էր տարել, համադրելով բնական գիտությունների մեթոդաբանությունը հասարակական գիտություններով կիրառվող մեթոդաբանությունների հետ, սոցհարցումներ իրականացնելով, նաեւ քիմիայի եւ այլ ուղղությունների վերաբերող հետազոտություններ իրականացնելով շատ հետաքրքիր նախագծեր կային եւ կարծում եմ, որ իրենք այնքան գրավված եւ հետաքրքրված են լինելու այս թեմաներով եւ քանի որ եւ գիտության կոմիտեն եւ ԱՌԴ-ի մոտեցումները թույլ են տալիս այս ծրագրերը հետագայում կյանքի կոչելու, բազմաթիվ մրցութային կամ այլ բնույթի ծրագրեր կան, կարծում եմ հետեւողական կլինեն եւ հետագայում կշարունակեն գիտության ու կրթության նկատմամբ իրենց մոտեցումները։ Այ խոսենք հետագայի մասին։ Մոնիկա եւ Սարգիս ասացիք, որ համակուրսեցիներ եք, որտեղ եք սովորում եւ ապագայի հետ կապված ինչ պլաններ ունեք, այսօր արդյոք այս աշխատանքից հետո արդեն ունեք նոր գաղափարներ ապագայի համար։ Մենք սովորում ենք պետական բժշկական համալսարանում առաջին կուրս, ապագայի նկատմամբ պլաններ ունենք որոշակիորեն, դա վերաբերում է ընտրված մասնագիտությանը, ես որոշել եմ դառնամ խիրուրգ, Մոնիկան գինեկոլոգ, իսկ հետագա գաղափարների ու ծրագրերի հետ կապված դեռ չունենք ընտրված նոր ծրագիր, եթե լինի գիտության փառատոնի նման ինչ-որ միջոցառում, անպայման կմասնակցենք ու կընտրենք նոր գաղափար, կզարգացնենք այն։ Ցավոք սրտի, այս գիտության փառատոնը միայն դպրոցականների շրջանում էր ու մենք այլևս չենք կարող մասնակցել, բայց ուրախ ու հպարտ ենք, որ գոնե 2 անգամ կարողացել ենք մասնակցել։ Այն նախորդ տարվա փորձը ձեզ ինչ տվեց։ Օգնեց արդյոք այս տարի ավելի լավ ներկայանալու։ Այո։ Ահա, իսկ ընդհանուր քանի մասնակից կար 5-րդ փառատոնում եւ ըստ վիճակագրության, ինչպիսին է աճը տարեց տարի մասնակիցների թվով ու արդյոք մարզերից մասնակցում են թե ոչ։ Աճը թվային եթե ներկայացնենք, տարեստարի 15-ից 20% թվայինով, նախորդը, եթե չեմ սխալվում, 70 հայտ է եղել, վերջինը 91 կամ 94 ծրագիր է։ 94 ծրագիր է արդեն ներկայացված, կապված հետագայի եւ հաջող դպրոցականների, արդեն ուսանողների աշխատանքների հետագայում իրենց աշխատանքներն պատկերացնելու հետ, անցյալ տարի էլ մեզ մոտ ոչ միայն իմ, այլ գործընկերների մոտ շատ հետաքրքիր մոտեցում դրսևորվեց, անկալում արտահայտվեց, որ մենք գործ ունենք ոչ միայն ուղղակի դպրոցականների հետ, ոչ միայն մենք գործ ունենք երիտասարդ հետազոտողների հետ, եւ որոնք այո, փաստացի 1 տարի հետո վերածվելու են ուսանող հետազոտողների եւ ոչ իհարկե այսօր չկան ուսանողները չեն կարող մասնակցել դպրոցականների համանախատեսված դպրոցական փառատոնին, բայց օրինակ կան երիտասարդ հետազոտողների համար նախատեսված բազմաթիվ մրցութային ծրագրեր։ Բացի այդ, գիտության կոմիտեն բազմաթիվ դրամաշնորհներ է հայտարարում, որտեղ պարտադիր շեշտադրում ունի ծրագրերում, թեմատիկ ուսումնասիրության ծրագրերում առնվազն 2 երիտասարդ կատարողների երկրորդից 4-րդ կուրսերի ուսանողների ներգրավման, այնպես որ հետագայում աշխատանքները արդեն գիտական ռելսերի վրա շարունակելու ռեալ հնարավորությունը առնվազն կա։ Մենք ամսի 29-ին կիմանանք նաև այս մրցույթի հաղթողների մասին, շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք գնանք գովազդ դիտելու Շանթի եթերում։ Առաջարկում եմ հիմա միասին բացահայտենք աշխարհի հրաշալիքներից մեկը, որովհետև աշխարհում իրականում շատ են հրաշալիքները, դրանցից մեկն էլ երաժշտությունն է։ Այո, գնանք լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։
Լսեցինք երաժշտություն, իսկ հիմա առաջարկում եմ միասին բացահայտենք իրական հրաշալիքներից մեկը։ Բացահայտենք աշխարհի ձեռակերտ հրաշալիքները։ Այսօր կպատմենք Բարսելոնայի կանաչ մարգարտի մասին։ Գնում ենք Բարսելոնա, միասին իմանալու նրանց այգու մասին, դիտենք տեսանյութն ու վերադառնանք։ Մենք վերադարձանք, իսկ հիմա առաջարկում եմ միասին լսենք լավ երաժշտություն։ Մենք հիմա միասին գնալու ենք գովազդ դիտելու, բայց դուք մնացեք մեզ հետ, որովհետև հետաքրքիր թողարկումը շարունակվում է։ Մենք շարունակում ենք կանանց մեկամսյակին խոսել տարբեր բնագավառներում աշխատող հետաքրքիր ու անգամ շատ վտանգավոր մասնագիտություններ ունեցող կանանց հետ ու նրանց մասին։ Այսօրվա հյուրերը ուժեղ են, շատ տղամարդկանցից ավելի ուժեղ, ճկուն են, չհավատալու չափ ու շատ գեղեցիկ։ Հյուրընկալել ենք այսօր մեր տաղավարում ակրոբատուհիների Իլիարա Զիյատիդովային և Կրիստինե Հակոբյանին։ Մենք դիտեցինք հրաշալի փոքրիկ ելույթը և մենք մի քանի րոպեից անպայման զրուցելու ենք աղջիկների հետ, իրականում շատ տպավորված ենք ելույթից։ Այո, շատ տպավորված ենք, անգամ մտածում ենք, որ արդյոք կարող ենք մենք էլ փորձենք, հետո հասկացանք, որ չէ, դա շատ ու շատ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Որի մասին էլ մենք կզրուցենք աղջիկների հետ։ Մենք ինչ անենք հիմա, զրուցենք աղջիկների հետ։ Մենք ունենք տեսանյութ ինչը կարող ենք դիտել, իսկ հետո արդեն զրուցել աղջիկների հետ։ Պտտվենք աշխարհի շուրջը։ Գնացինք։ Մենք վերադարձանք և ինչպես արդեն նկատել եք, մենք այսօր հյուրընկալել ենք ակրոբատուհիների Իլիարա Զիյատիդովային և Կրիստինե Հակոբյանին։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք ձեզ մեկամսյակի կապակցությամբ և շնորհակալ ենք գեղեցիկ ելույթի համար, որը մեզ իսկապես շատ տպավորեց։ Ուզում եմ հասկանալ, որ տարիքից եք սկսել զբաղվել սպորտաձևով և որքան ժամանակ է պահանջվել, օրինակ, այս ելույթը պատրաստելու համար։ Շատ լավ, ես նախ ներկայացնեմ, որ ես զբաղվում եմ մանկուց, քանի որ իմ մարզիչը հենց իմ հայրիկն է, և այդպես մանկուց նա ինձ սովորացրել է լարան, կամուրջ, ձեռնականք, ամեն ինչ այնպես, որ հայրիկս է ինձ սովորեցրել, և տարիների ընթացքում ես մասնակցել եմ շատ մրցույթներին, ակրոբատիկա սպորտաձևով, և հետագայում նաև կրկես սկսեցի հաճախել և այնպես է մեր սպորտաձևը երբ կրկեսային և սպորտային։ Կրկես և սպորտ միացրեցինք այսպես իրար, որովհետև ես շատ եմ հավանում դուրս գալու եմ, ցուցադրել այն ինչ որ կարողանում եմ, իմ կարողությունները, ինչ որ ինձ հայրիկս սովորեցրել է, և մարդկանց այնպես զարմացնել, ինչու ոչ նաև վախեցնել, քանի որ հիմա ես ելույթ եմ ունենում եղբայրներ կրկեսում, և այնտեղ ես նաև բացի մեր համարից ունեմ առանձին համար, որտեղ որ ես ցուցադրում եմ նաև նետով համարը, որով կրակում եմ ոտքերով։ Այո, այնպես որ դա այնքան էլ հեշտ չէ։ Բնականաբար։ Մեկ չեն կարող իսկապես։ Այո, մարդիկ որ ձեռքով չեն կարողանում, իսկ ես փորձում եմ ոտքերով կրակել և շատ եմ հավանում այն ինչ որ կարողանում եմ կատարել, և որ կարողանում եմ մարդկանց զարմացնել, նաև կան երեխաներ, որ նայում են, ասում են ես էլ եմ ուզում այդպես կատարեմ, ինչպես որ դուք եք կատարում։ Մենք էլ ենք ասում։ Ոչ միայն երեխաներ Այո։ Նույն հարցով նաև խոսենք ձեր գործընկերուհու հետ, сколько лет вы уже занимаетесь акробатикой? Ой, в цирке уже больше 10 лет, даже больше 15 лет, это точно. С самого детства мама отдала, как в цирковую небольшую студию у нас в городе, так с того момента я и поступила уже в цирковой колледж, у меня профессия как цирковой артист. И вот
У меня молодой человек тоже в цирке, и он меня тоже вот в цирк забрал к братьям Варданян, так сказать. И вот оттуда уже сколько больше, 15 лет в цирке занимаюсь. А сколько лет вы уже живете в Ереване, и не трудно работать здесь? Здесь вообще не трудно работать. Я уже живу больше 1,5 лет. 1,5 года уже прошло, так быстро время летит. Да. Вот. Вообще не сложно. Здесь люди очень улыбчивые, доброжелательные. Здесь очень как-то комфортно себя ощущаешь. Даже по погоде, не то что в России. В России минус 35. Это самое главное, что для вас комфорт в Ереване. В России минус 35, а здесь уже лето считается. Да. Это вообще самое любимое мое, наверное. Այն կրկես որտեղ հիմա աշխատում եք, շրջիկ է, շապիտո կրկես է եւ արդյոք դժվար չի այդքան շրջագայություններ, տարբեր տեղերում ապրել։ Ի վերջո երիտասարդ աղջիկ եք եւ անձնական կյանքի ժամանակ մնում է, չի մնում, թե ամեն դեպքում արտիստներն ընտրում են իրար որպես նաեւ զուգընկերներ։ Շրջիկ կոնկրետը հենց նրա համար է ստեղծված, որ կարողանանք շրջագայենք երկրից երկիր, տարբեր այսպես անցկացնենք մեր համարներով, ցույց տանք բոլոր երկրներում, փորձենք ցույց տանք, որ մարդիկ կարողանան տեսնեն, թե ինչ է կրկեսը, որովհետև շատ մարդիկ կան կրկես դեռ չեն հաճախել, ինչը մեզ մոտ փակվեց մեր հիմնական կրկեսը, արդեն 10 տարուց ավել է, մենք կրկես չունենք եւ կան երեխաներ, որ չգիտեն ինչ է կրկեսը եւ Վարդանյան եղբայրները եկան Հայաստան, ստեղծեցին իրենց շապիտո կրկեսը եւ մարդիկ սկսեցին հաճախել եւ մեզ մոտ այնպես է, որ ամեն 3 ամիսը մեկ համարները փոխվում են, դերասանները փոխվում են, նոր ծրագրեր են լինում, այնպես է, որ մարդ մեկ անգամ եթե հաճախում է կրկես, այնպես է, որ միշտ այդ նույն համարները պետք է գա տեսնե, ամեն անգամ փոփոխվում է, ավելի հետաքրքրանում է, ավելի սարսափելի է դառնում, այնտեղ կան տարբեր ժանրեր, տարբեր արտիստներ, ովքեր կարողանում են իրենց ունակությունները, հմտությունները, ճկունությունները ցույց տալ։ Ամեն դեպքում իմ հարցն ավելի շատ անձնականի մասին է, ուզում եմ այդ կողմից խոսենք, արդյոք դժվար չի արտիստների համար կառուցել իրենց անձնական կյանքը։ Անձնական ընտանիքը կառուցելը չեմ կարծում, որ այդքան դժվար է, եթե մարդիկ այնպես են նախընտրում, որ լինեն նույն բնակավարում, նույն բնակավարից մարդիկ լինեն, որ իրենց համար դժվար չի լինում, բայց եթե շատ դեպքերում լինում են, որ բացարձակապես նույն բնակավարում չեն լինում, տարբեր այնպես է, դժվար չէ ինձ կարծում, ինձ կարծում դժվար չէ բացարձակապես։ Ինչ դժվարություններ ունի այս մասնագիտությունը։ Մասնագիտությունը ինքը շատ բարդ մասնագիտություն է, անկեղծ մարմնի ճկունությունն է, որը ոչ բոլորին է տրված։ Եթե մարդուն նույնիսկ տրված չէ, նա մանկուց փորձում է ձեռք բերել այն ամեն ինչը, ինչ որ կարող է, ինչ որ ես հիմա ունեմ։ Ես զբաղվել եմ շատ մանկուց, շատ երկար տարիներ եմ զբաղվել, սա այնպես չէ, որ 1-2 տարվա այդպես փորձ է, սա երկար տարիների աշխատանք է, այո, աշխատանք է, որը եղել է ցավով, հիասթափություններ են նաև եղել, որ ցավացելո չէ, ես էլ չեմ ուզում անեմ, բայց հայրիկս այնպես է ինձ բացատրել, որ եթե հիմա անում ես այս ամենը, ես քեզ տալիս եմ, հետո էլ դու չես էլ հիշելու, թե որ ցավել է, այսպես է եղել, թե ոնց է եղել։ Հիմա ես ունեմ այն, որ ես շնորհակալ եմ իմ հայրիկին, որ հիմա ես ունեմ այս ունակությունները։ Какие трудности есть у вас как акробатист? Ну, основные трудности, это, конечно же, ты в любой момент можешь получить травму. Это всегда нужно к этому готовиться. Ну, и поэтому есть определенные правила. Вот у нас даже перед номером мы специально разминаемся, прям максимально досконально разминаемся, чтобы не было даже мельчайшей, знаете, может быть, просто ты дернулся, и у тебя просто, может быть, что-то защемило, что-то это. Это самая, наверное, основная трудность, которая вот может быть. И все. Все остальное, если вы думаете какие-то страхи там или что-то еще, например, мы вот с ней занимаемся воздухом, у нас страхов вообще нет. Но это точно совсем не страшно. Слушайте, мы прям... Нам прям нравится. Мы прям мы когда наверху, нам прям комфортно. Нам даже наверху вам комфортно. Да, наверху вообще нам комфортно. Чем внизу? Внизу? Да, правда. Это так. Տրավմաների մասին խոսեցինք, անվտանգության երաշխիքներ իրականում չունեք։ Անվտանգություն ոչ, մեր մոտ չկա, մեր անվտանգությունը մեր վստահությունն է միմյանց հանդեպ, որը որ մենք ունենք, օդային ակրոբատիկան դա հեշտ չէ, նաև մեզ մոտ չունենք ինչ որ մարզադպրոցներ, որ կարողանանք այնտեղ գնանք սովորենք, մենք ինքներս սովորել ենք հենց կրկեսում,
վնասվածքներ կարող են ստանալ նույնիսկ գետին վարժությունները կատարելիս, բայց նաև օդում դա շատ վտանգավոր է, առավել ևս։ Բայց մեր վստահությունը այնքան շատ է, մենք այնքան ենք իրար վստահում, որ ինչ է լինի, մենք միմյանց կարող ենք պահել։ Մեր ուժը դրանում ներում է։ А какие травмы были у вас? Ну, я когда еще в колледже училась, мы тоже с девочкой занимались парной акробатикой. Примерно такое же, что вы сейчас видели, тоже случались, что она там на меня падала, у меня вывихи всякие эти, ну просто такие минимальные, не было прям каких-либо переломов. Но на самом деле в цирке, я помню, я просто спрыгнула с плеч и неправильно приземлилась на большой палец, и у меня просто маленький осколок с пальца слетел. Это самая, наверное, критичная такая прям была, прям перелом, но это больше таких прям серьезных. Тьфу-тьфу-тьфу, особо не было. А что вы знаете на армянском? На армянском совсем Микич я знаю. Микич знаете, ну это уже лучше. Баревдзес, Есыльнаране, Киркесы, Дересанахи. Իսկ դուք ինչ տրավմաներ եք ունեցել, արդյոք լուրջ վնասվածքներ ունեցել եք եւ օդային ակրոբատիկայի ժամանակ աստվածչանի, բայց ինչ փորձառություն ունեք նույնիսկ ձեր գոլեգաների հետ կապված։ Լուրջ վնասվածքներ ես դեռ չեմ ունեցել։ Եղել է, որ ընկել եմ, ինչ որ տեղից ցավացրել եմ, կապտուկներ, այսպես, բայց ինչ որ լուրջ կոտրվածքներ այդպես չեմ ունեցել։ Իսկ կրկեսում աշխատելու դեպքում դուք եղել եք ականատես, որ վատ դեպքեր են եղել։ Վատ դեպքերին այդպես ականատես չեմ եղել, այսպես ասեմ, մեզ մոտ այնպես է, որ եթե մենք ընկնում ենք, նույնիսկ մենք գիտենք ոնց ընկնենք, որ մեզ կարողանանք պահել, այո։ Այսինքն այդ ժամանակահատվածում անգամ պետք է կառավարել։ Այո, մենք կարողանում ենք մեր մարմինը կառավարել, այո։ Որովհետև գիտենք, փորձերի ժամանակ շատ են լինում, որ մենք ընկնում ենք, իհարկե, որ վարժությունը դեռ նոր ենք սովորում, ընկնում ենք, ցավեցնում ենք մեզ, բայց այդ արդեն հմտանում է վարժությունը, մենք արդեն կարողանում ենք լիովին կատարել, եթե ինչ-որ սխալ լինում է, որ մենք ընկնում ենք, մենք արդեն գիտենք մեզ ոնց պահենք, որ հանկարծ մեզ չցավեցնենք եւ լուրջ, այո, լուրջ կոտրվածքներ չստանանք։ Մեր ժամանակահատվածում կրկեսը դեռ սկսվում էր եւ ավարտվում էր ուղղակի ծաղրածույով, այդ հայ հիանալի հումորային ինչ-որ բաներ, կենթանիներ, մի քանի բան եւ ուղղակի դա մեզ բավարար էր արդյոք լիարժեք մեզ գալու համար։ Բայց հիմա կարծես է դա բավականին փոխվել է եւ երեխաներին կրկեսում կարողանալ զարմացնել, կարողանալ 2 ժամ պահել։ Արդյոք հիմիկվա հանդիսատեսը չի տարբերվում այն հանդիսատեսից, որը դեռ այն ժամանակ էր, գուցե ձեր հայրիկի ժամանակն է։ Ես որ լսում եմ կրկես, ես գիտեմ, որ այնտեղ պետք է լինեն ծաղրածուներ եւ կենթանիներ։ Ինչ ինձ մոտ է տպավորվում։ Այո, ինձ մոտ կրկեսը այդպես է։ Ես այդպես գիտեմ կրկեսը, բայց ժամանակ առ ժամանակ հիմա կենթանիներին արդեն չեն թույլատրում, որպես որ իրեն կարողանան ելույթ ունենան կրկեսներում։ Դրա համար հիմա մենակ մարտիկ են եւ մարտիկ են իրենց հմտությունները կարողանում ցույց տալ կրկեսում եւ այդ 2 ժամը, այո, կարողանում են զբաղեցնել եւ ավելի հետաքրքիր է դառնում, դեպ ձեզ ասեմ։ Ահա։ Իսկ առհասարակ դուք ինչպես եք սկսում ձեր օրը, առավոտյան արթնանում եք, ինչ եք անում, կիսվեք ձեր գեղեցկության գաղտնիքով։ Շատ լավ։ Ես արթնանում եմ, իհարկե առանց շպարվելու աղջիկները ոնց կարող են տալիս դուրս գալ։ Ես քանի որ հիմա սովորում եմ ինստիտուտում նաև, ես գնում եմ այնտեղ դասերի, հետո գնում եմ սպորտ դպրոց, ես նաև մարզիչ եմ։ Ինչ մասնագետ եք դառնել։ Մասնագիտությամբ ես հիմա սպորտային ակրոբատիկայի մարզիչ եմ։ Չէ, որ սովորում եք, ինչ մասնագետ եք։ Իմ մասնագիտությունը լինելու է իմ սպորտը։ Սպորտաձևը, այո։ Եվ գնում եմ այնտեղ, աշխատում եմ երեխաների հետ, չեք պատկերացնի ինչքան հավես է երեխաների հետ, այն ինչ որ ես սովորել եմ, փոխանցում եմ այն երեխաներին, իրենց էլ եմ փորձում совորեցնել։ Միգուցե ինձ նման կարողանան դառնան։ Գուցե։ Ильяра, как начинается ваш день? Как начинается мой день? Да. С пробуждения. И это, наверное, ну, как стандартно у всех. И просто у нас репетиции, потом есть какой-то определенный отдых, и если мы, ну, например, я захочу еще, мне не хватает, например, репетиции, я дома, либо также в цирке делаю подкачку, либо растяжку, вот, и все, в принципе, это чем отличается жизнь циркового артиста от других, да, тем, что часа 3-4, наверное, ты просто занимаешься спортом, так сказать,
Это самое главное Да, для это вас. самое основное, конечно. Нужно Чтобы быть в поддерживать форме. всегда в форме. Вот, это самое основное. Да. Շնորհակալություն Նվագ աղջիկներ Спасибо զրույցի огромное. համար։ Շատ հետաքրքիր աղջկական զրույց ունեցանք։ Եվ առաջարկում եմ դիտենք հիմա միասին գովաստ։ Գովաստ, վերադառնանք։ Մեկամսյակի շրջանակներում շարունակում ենք խոսալ ֆենոմենալ կանանց մասին։ Այս անգամ խոսելու ենք Էմի Ուայնհաուսի մասին, ում շատ քիչ կյանքի տարիները այնքան մեծ բան թողեցին մեզ երկարվեստում, որ այն անգնահատելի է։ Եվ որ նա կապրի հավեր բոլորիս համար։ Էմի Ուայնհաուսի ֆենոմենը բացահայտենք միասին։ Իսկ հիմա գոված շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից ու շարունակենք խոսել հեռուստատեսային լեգենդների մասին։ Այսօր խոսելու ենք մի լեգենդի մասին, ում ճանաչում են ամբողջ աշխարհում, եւ նրա անունն է Օպրա Ունֆրի։ Շարունակում ենք մեր ուղիղ եթերը ու խոսելու ենք սիրո բացիկների մասին։ Այս անգամ բացահայտելու ենք Էքզյուպերիի մեծ սերը։ Գնանք եւ բացահայտենք։ Դե ինչ, մենք վերադարձանք, բայց ժամանակն է արդեն ձեզ հրաժեշտ տալու։ Ձեզ մաղթում ենք գեղեցիկ, հաճելի ու դրական օր։ Ժպտացեք ու եղեք առողջ։ Հաջողություն։